Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը քաղաքագետ Բարդուղ Գալստյանն է, բարի երեկո։ Բարև ձեզ։ Եվ այսպես վերջին օրերին մամուլում լինում են հրապարակումներ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում նշանակվում են Լեռնային Ղարաբաղի նախարարներ, ձևավորվում են խորհրդակցական մարմիններ։ Պարոն Գալստյան, դուք երկար տարիներ ապրել եք Լեռնային Ղարաբաղում եւ ուզում եմ ներկայացնենք ինչ գործընթաց է առհասարակ տեղի ունենում եւ ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության տարածքում նշանակվում են Լեռնային Ղարաբաղի նախարարներ։ Մեկ խոսքով ասած, դեմ Հայաստանի Հանրապետության մի կույրաղիկ, որը իրենից ոչինչ չներկայացնելով խնդիր է առաջացնելու Հայաստանի պետությանն ու պետականությանը։ Կարծում եմ Ղարաբաղի խնդիրներով, Արցախի հայերի խնդիրներով զբաղվող կառույց անհրաժեշտ է Հայաստանում, բայց դա չպետք է լինի ոչ Արցախի նախագահի ինստիտուտ, ոչ խորհրդարան, ոչ պետնախարար, որը 1-2 օր առաջ նշանակվեց իբր թե, որը լուրջ խնդիրներ կարող է առաջացնել հետագայում Հայաստանի արտաքին հարաբերություններում եւ նշված գործընթացներում։ Պետնախարար նշանակվեց։ Նշանակվեց պետնախարար, ինչ որ Նժդե ազգանա չեմ հիշում, որին Արցախում գրեթե ոչ մեկը չի ճանաչում, ինչ որ ձևով դարձել է պետնախարար, այսինքն դեռ չկա ընտրված նախագահ, իրենց այսպես ասած խորհրդարանով ընտրված նախագահ, բայց արդեն նշանակվել է պետնախարար։ Ուզում եմ հասկանալ, այստեղ լավ նպատակը ո՞րն է, ինչ են ուզում անել դրանով։ Նպատակը այդ մարդկանց ուղղորդող այն ուժերն են, որոնք ամեն դեպքում փորձելու են Ղարաբաղի թեման տակ պահելով Հայաստանի քաղաքական դաշտում անկայունություն անընդհատ սերմանելով փորձել Հայաստանում իշխանության բերել բացարձակ ռուսական քաղաքական միավորների։ Այլ տարբերակ ես չեմ մտածում, որովհետև այդ կառույցները որևէ մեկի կողմից չլիազորված, օրինական որևէ ուժ չունեցող այդ կառույցները որևէ հարցով չեն զբաղվում Արցախի եւ արցախահայերի եւ Արցախի հետ վերադարձի հետ կապված որևէ թեմայով, այլ ընդհակառակը փորձում են հակազդել, հակասել Հայաստանի ինքնիշխանությանն ու պետականությանը։ Ընդհանրապես մարդիկ չեն կարողանում հասկանալ նպատակը ո՞րն է։ Մենք այսօր նստում են Երևանում ինչ որ մի գրասենյակում եւ որոշում են պետք է ընտրվի Լեռնային Ղարաբաղի պետնախարար։ Դա բացարձակ ոչ լեգիտիմ է, որովհետեւ բոլորս ենք հասկանում, երբ իրենց ձեռքով ստորագրվել է Արցախի լուծարման փաստաթուղթ, հետո իբր հերկվեց կամ հակառակը իրականացրեցին մի քանի ամիս առաջ նման process տեղի ունեցավ այդ պայմանագիրը լուծարելու, այդ պայմանագիրը չեղարկելու, սակայն դա ծիծաղելի է մեղմ ասած, որովհետև եթե գոյություն չունի Արցախ, գոյություն չունի Արցախի տարածք, Արցախի բնակչությունը, արցախայությունը չի ապրում իր պատմական բնորանում, հետևաբար ունենալ Արցախի իշխանություններ մի հանրապետությունում, որտեղ հիմնականում բնակվում են արցախահայերը, որը բացարձակապես չի զբաղվում եւ բացարձակապես հետաքրքրված չէ արցախցիների խնդիրներով եւ Արցախի թեմայով, ընդհանրապես Արցախի հարցի խնդրի բարձրաձայնման թեմայով ունենալ նման կառույց, դա մեղմ ասած նման է կույրաղիքի, որը նույնիսկ ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ։ Բորբոքված կույրաղիքի է նման, որը կարող է պայթել եւ շատ ավելի վատ հետևանքների մասին դեռ կանդրադառնանք, կասեք թե ինչ վատ հետևանքներ նկատի ունեք, բայց այս դեպքում ինչպես նշեցիք, այսինքն այս գործընթացը պետական ինստիտուտների պահպանման, ինչպես իրենք են ասում, Լեռնային Ղարաբաղի նախագահ, պետնախարար, ազգային ժողով, այսինքն իրենք ամեն դեպքում որևէ կերպ որևէ արցախցու խնդիր չեն լուծում։ Միանշանակ, որովհետև ես չեմ լսել, գոնե իմ շրջապատում որևէ արցախցու, որը ինչ որ հարցով դիմաց լինի այդ կառույցին եւ այդ կառույցը որևէ հարցի լուծում տրված լինի, բացի այն, որ նրանք ավելի շատ հակասություններ են առաջացնում հենց արցախահայերի մեջ, որովհետև արցախահայերի զգալի մասը ունի բավականին ստապ գիտակցություն, հասկանում է օրվա իրավիճակը, իրենց կարգավիճակն այսօրվա եւ հասկանում է լավ թե վատ գոյություն ունի Հայաստանում իշխանություն, որը լավ թե վատ զբաղվում է իրենց խնդիրների լուծմամբ։ Իսկ ինչ վատ հետևանքներ նկատի ունեք։ Այսինքն 26 թվականի ընտրություններում դա եւս մեկ գործիքակազմի գործիք է, այսպես ասած, Հայաստանում քաղաքական խժդրությունները խորացնելու արցախահայերի այն հատվածին, որը հակված է այդ կառույցներին, այդ արհեստացին կառույցներին, փորձելու նրանց միջոցով նաև նոր ընդվզումներ սկսելու, նոր խնդիրներ առաջացնելու քաղաքական գործընթացներում։ Իսկ արտաքին քաղաքականության արտաքին քաղաքականությամբ եւս, որովհետեւ լինելով մենք պարտված կողմ այսօր ունենք բավականին լուրջ խնդիրներ արտաքին հարաբերություններում, Հայաստանի իշխանությունները փորձում են խաղաղության
պայմանագիր ստորագրելու գործընթացը տանել միջև վերջ, չնայած որին ես այնքան էլ լիահույս չեմ, սակայն համենայն դեպս քաղաքականությունը գործող իշխանությունների դա է, իսկ դա մյուս կողմից եւս խանգարելու է այդ գործընթացներին եւ այդ հարաբերությունների հարթմանը գոնե այս պահին, գոնե այս շրջանում։ Ինչով է խանգարելու։ Որովհետեւ Ադրբեջանը շատ հաճախ հայտարարում է, որ գոյություն չունի այլևս Ղարաբաղ եւ Ղարաբաղյան խնդիր, գոյություն չունեն ղարաբաղցիների թեմաներ, իսկ այստեղ Հայաստանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ունենալ մի կառույց, ոչ լեգիտիմ կառույց, որ անընդհատ փորձելու է շահարկել այդ թեման, կարծում եմ դա խնդիրներ է առաջացնելու նաև այս պահին արտաքին հարաբերություններում։ Ես կողմ եմ նաև, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ մի կողմ չդնի Արցախի թեման եւ Արցախահայերի թեման, սակայն դրանով պետք է զբաղվի Հայաստանի իշխանությունները, եթե ոչ անմիջապես իշխանությունները, ապա այնպիսի լեգիտիմ կառույց, որը լիազորություն կստանա Հայաստանի իշխանություններից եւ կզբաղվի Արցախահայերի խնդիրներով, այլ ոչ թե նման կառույց, որը ոչ մի լեգիտիմություն չունի եւ որևէ լիազորություն չունի զբաղվելու Արցախի եւ արցախցիների խնդիրներով։ Դուք ասացիք, որ լիահույս չեք խաղաղության համաձայնագրի ստորագրման առնչությամբ։ Ինչու՞։ Որովհետև իմ կարծիքով խաղաղությունը պարտադրում են, այլ ոչ թե խաղաղությունը մուրում։ Չնայած արևմտյան շատ երկրներ եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոմիությունը շահագրգռված է այս տարածաշրջանում խաղաղությամբ, սակայն պարտադրման այն մեխանիզմներն ու գործիքակազմերը, որպես այդպիսին ակնհայտ չեն, Ադրբեջանին պարտադրելու ստորագրելու խաղաղության պայմանագիրը եւ նույնիսկ ստորագրման դեպքում այն վերջնական հույս չէ, վերջնական, այսպես ասած, երաշխիք չէ, որ որևէ մի անգամ Ադրբեջանը նոր ոտնձգություններ, նոր ռազմական էսկալացիաների չի գնալու։ Եվ կարծում եմ այդ խաղաղության բանաձևի լուծման հիմքերի հիմքը պետք է լինի Հայաստանի բանակի արմատական վերափոխումը, վերազինումը, ռազմական արդյունաբերության հիմնումը Հայաստանում, որը կպարտադրի Ադրբեջանին ստորագրել այդ խաղաղության պայմանագիրը։ Այսինքն կարծում եք արևմուտքը բավարար ցանկություն, թե բավարար կարողություն չունի, որպեսզի ճնշում գործադրի Բաքվի վրա։ Կարծում եմ ցանկություններ կան, կարողություններ եւս ունեն, սակայն այստեղ կա նաեւ քաղաքական շահեր, որովհետեւ բացարձակ մի կողմի վրա ճնշում գործադրելը այս պահին չեմ կարծում, որ նույնիսկ արևմտյան երկրների համար խիստ շահեկան է։ Հետևաբար, չնայած նրանց տրամադրվածությանն ու նրանց գործողություններին եւ հայտարարություններին, կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը երկու տարբերակով։ Կամ կլինեն որևէ ուժային խոշոր կողմի ճնշումներ, կամ Հայաստանը պետք է բալանսավորի իր ռազմական հնարավորությունները։ Երբ Հայաստանը կարողացավ հայտ ներկայացնել նրան, որ եթե ռազմական էսկալացիա կփորձի Ադրբեջանը ավելին կկորցնի, քան ինչ ակնկալիք ունի, կարծում եմ Ադրբեջանը կսկսի մտածել խաղաղության պայմանագրի մասին։ Տեսեք, մի կողմից խոսում ենք խաղաղության համաձայնագրի մասին, դրա ստորագրման անհրաժեշտության մասին, բայց մյուս կողմից Սյունիքի մարզպետը մոտ 1 շաբաթ առաջ ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց, որ մոտ 3 ամիս է, որ գիշերները սիստեմատիկ կրակոցների ձայներ են լսվում։ Ադրբեջանը Ռուսաստանի ցուցումով, խնդրանքով կամ նաև պարտադրանքով, ինչու՞ չէ նաև իր ցանկությամբ փորձելու է հնարավորինս լարված պահել սահմանը, հասկացնելու աշխարհին, որ ինքը դեռ պատրաստ չէ գնալ խաղաղությանը։ Այսինքն, քանի դեռ այս տարածաշրջանում կա ռուսական գործոնը, շատ թե քիչ ազդեցիկ է ռուսական գործոնը, հետեւաբար նա դեռ իր պատկերացմամբ ունի վերցնելու ինչ-որ բան, ունի Հայաստանից ինչ-որ բան նաև փոկելու ակնկալիք, որը ցույց է տալիս իր ագրեսիայով։ Բնականաբար մեղքը նաև գցելով հայկական կողմի վրա, որը բացարձակ սուտ է միանշանակ։ Պարոն Գալստյան, վերջին օրերին կամ գուցե վերջին շաբաթներին ազգային ժողովում, մասնավորապես հիմա արդեն պատիվ ունեմ խմբակցությունը, խոսում է Հայաստանի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի անհրաժեշտության մասին եւ խմբակցությունն առաջադրել է վարչապետի թեկնածու Մասիսի քաղաքապետին։ Տեսնում ենք, որ այդ առումով կարծես թե պատիվ ունեմի եւ Հայաստան խմբակցության տեսակետները շատ տարբեր են։ Նախ առհասարակ այս գործողության նպատակը։ Նախ ինչ է նշանակում 4 տարի անց ընտրությունների 4 տարի անց նոր գալ անվստահություն հայտնելու գործընթացին, եթե նրանք մտածում են, որ սա իսկապես արդյունք կարող է ունենալ, այս գործընթացը կարող են սկսել 22 թվականին, 23 թվականին, այլ ոչ ընտրություններից ընդամենը 1 տարի կամ փոքր-ինչ ավելի պակաս մնացած ժամանակահատվածում։ Եվ երկրորդը խոսում է նրանց ոչ
միասնականության մասին, որովհետև ոչ պատիվ ունեմ դաշինքը, ոչ Հայաստան խմբակցությունը պատրաստ չեն համատեղ պայքարելու գործող իշխանությունների դեմ, որովհետև կարծես թե երկուսին էլ ձեռնտու է այս բանի գործող իշխանությունները, որովհետև եթե կարծում եմ Հայաստանում լիներ ավելի մեծ կամքի դրսևորում ցուցաբերող քաղաքական ուժ իշխանության, նրանք այդպես ազատ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք եւ հնարավորություն չէին ունենա։ Եվ կարծում եմ սա ավելի շատ նման է քաղաքական շոուի, մանավանդ իրենց առաջադրած տեխնացուով, որովհետև չեմ կարծում, որ պատիվ ունեմ դաշինքու խմբակցությունում չկան շատ ավելի լուրջ կերպարներ, քան մասի ոչ այնքան գրագետ մեղմ ասած քաղաքապետը, որը պետք է լիներ Հայաստանի Հանրապետության վարչապետի տեխնացու։ Դե Սերժ Սարգսյանն ամեն դեպքում հայտարարում է, որ օր առաջ պետք է ազատվի այս իշխանությունից ու ասում է պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից, բայց Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ 2026-ին բավական պրագմատիկ թիմով մասնակցելու է ազգային ժողովի ընտրություններին։ Այստեղ հենց նաև այդ հայտարարությունները հակասող։ Իհարկե հակասությունները, կարծեմ Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ կարևոր չէ ով է տեխնացուն, կարևոր օր առաջ այս չարիքից, այսպես ասած, իրենց բնորոշմամբ ձերբազատվելն է, սակայն դա քաղաքական հենք չէ, քաղաքական իրական պատճառը չէ, որը կարող է բերել իշխանափոխության, որովհետև նման ցավալի իրավիճակում մենք հայտնվեցինք նաև 18 թվականին, ժողովուրդը նախկինի չարիքից պրծնելու համար առանց լուրջ կշռադատության գնաց հեղափոխական ճանապարհով իշխանափոխության։ Հիմա ամեն դեպքում նրանց երկուսի ջրերը մի առվով կարծես թե չեն հոսում, հենց նաև այս թեմայով պայմանավորված։ Կա նման բան, սակայն ես չեմ կարծում, եթե անհրաժեշտություն լինի 26 թվականի խորհրդարանական ընտրություններին, այն աղբյուրից, որից իրենք սնվում են եւ որից իրենք ղեկավարվում են, եթե այդ որ աղբյուրից են բնականաբար ռուսական աղբյուրից, Ռուսաստանի ցուցումով եւ Ռուսաստանի թելադրանքով գործնեություն ծավալող այս 20-30 տարիներին գործնեություն ծավալող անհատներ եւ քաղաքական ուժեր են, եթե անհրաժեշտություն գտնի Ռուսաստանը նրանց միավորելու, կկարողանա միավորել։ Բայց ինչ չեն կարողանում կիսել։ Համենայն դեպս ամեն ինչ սկսվել է, կարծեմ, նյութ կիսելու խնդրից, որովհետև ինչ կարողացել էր տանել Ռոբերտ Քոչարյանը, այդքան չկարողացավ տանել Սերժ Սարգսյանը, որը բավականին ցավալի անդրադարձավ նրա եւ նրանց թիմի համար, եւ կարծում եմ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետագա գործընթացներին կանխման ազդող process-ներ տեղի ունեցան, որում մեղադրվում է Քոչարյանի կողմից Սերժ Սարգսյանը։ Ես կարծում եմ կան նաև ավելի մութ բաներ, որոնք հայտնի չեն ոչ ժողովրդին, ոչ մեր հասարակությանը, հետևաբար նրանք ավելի լավ կիմանան եւ գիտեն ինչ ունեն իրար հետ կիսելու, ինչ չկարողացան կիսել, սակայն նորից եմ կրկնում, խնդիրը միայն կիսելու խնդիրը չէ, խնդիրը այն աղբյուրից, որոնք իրենք սնվում են, նրանց ցուցումին սпасելու, նրանց ցուցումով առաջնորդվելու process-ն է ամենակարևորը։ Ես կարծում եմ, որ 26 թվականին միգուցեև կկարողանա Ռուսաստանը մի տեխնացուով ներկայացնել իր Բայց կարծում եք այստեղ ինչպես դուք եք ասում մի տեխնացուով կարծում եք նույն Ռոբերտ Քոչարյանը զիջումների կգնա։ Չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը ունենալով շատ ավելի մեծ հավանականություն ձայներ բերելու, ձայներ ստանալու, տեղը կզիջի մեկ այլ անձի, սակայն այստեղ միայն Ռոբերտ Քոչարյանի կարծիքը չէ, որ կարևոր է, այստեղ նրանց ուղղորդողի, նրանց թելադրողի կարծիքն է եւ նաեւ որոշում կայացնելու, թե իր պատկերացմամբ ով իր համար ավելի վստահելի եւ ցանկալի կարող է լինել այդ պահին։ Բայց ամեն դեպքում ինչ է կարծում ես impeachment-ի գործընթացը ավելի կսրի սուրանկյունները երկու խմբակցությունների միջև ընդդիմադիր։ Չեմ կարծում, որովհետև իրենք էլ շատ լավ հասկանում են, որ սա վերջնական արդյունքի գնացող չէ։ Բայց երբ նայում ենք հանրապետական նախկին падգամավորների կամ պատիվ ունեմ խմբակցության գործող падգամավորների գրառումները, մեղադրական գրառումները Հայաստան խմբակցության падգամավորների հասցեին, կարծես թե լարվածություն ավելի է թեժանում։ Միանշանակ լարվածություն կա, սակայն դա չի կարող բերել խիստ հակասության նրանց, որովհետև նորից եմ կրկնում, նրանց նպատակը մեկն է՝ ծառայել իրենց տերերին։ Իսկ տերերն են թելադրելու ինչպես պետք է իրականացնեն իրենց քաղաքականությունը հետագա։ Այսինքն ամեն դեպքում դուք ոնց պատտվում եք, այսպես ասած, միևնույն է,
հասնում ենք էլի Մոսկվա։ Միանշանակ հասնում ենք Մոսկվա, որովհետև այսօրվա մեր քաղաքականության եւ դժբախտ իրականության հիմնական պատճառը ռուսական քաղաքականությունն է եղել, ռուսական թելադրանքներն են եղել, որի արդյունքում Արցախը որպես ռեալ պետություն չի կարողացել կայանալ, Հայաստանի մաս չի դարձել, միշտ մնացել է վիճելի տարածք, այստեղ իրար փոխարինել են իշխանություններ, որոնք բոլորն էլ եղել են գրեթե ռուսական գաղտնի ծառայությունների, այսպես ասած, գործակալներ, որի արդյունքը մենք տեսել ենք վերջին 91 թվականի անկախացման գործընթացներից հետո։ Դուք նաև Լևոն Տեր-Պետրոսյանի նկատում եք։ Ինչ որ չափով հա, որովհետև այն ժամանակ չնայած ավելի բաց էր քաղաքականությունը, սակայն Ռուսաստանի ազդեցությունը, Ռուսաստանի դերը նաև խիստ նկատելի էր այն ժամանակ, որովհետև կարծում եմ 94 թվականի պատերազմի մեր փառահեղ հաղթանակից հետո շատ մեծ հնարավորություններ կար Արցախի խնդրի լուծման կամ լուծմանը մոտ տանելու ճանապարհին, որը տեղի չունեցավ եւ վստահ եմ, որ այդ իրականացվել է Ռուսաստանի պարտադրանքով եւ ցուցումով։ Ես շատ նույնիսկ լիահույս եմ, որ եթե ժամանակին այն 5 շրջանները վերադարձվեր ժամանակին Ադրբեջանին, Ադրբեջանի հետ տետատետ բանակցությունների գործընթաց սկսվեր, կարծում եմ, որ մենք այսօր կորցրած չենք լինի Լեռնային Ղարաբաղը եւ այսօր այս ցավալի իրողության առաջ կանգնած չենք լինի։ Այսինքն ամեն դեպքում դուք այդ խնդրի համար Լեռնային Ղարաբաղի մեղադրում եք երկրի առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին միանշանակ։ Ինչու՞ չէ, նաեւ այսօրվա իշխանություններին, որոնք իշխանության գալով կարող էին փոխել վեկտորը, կարծես թե չնայած շատ բաներ փոխվել, նույն Ադրբեջանը չէր, ինչ որ 94-5-6 թվականների Ադրբեջանն էր, բավականին մեծ տնտեսություն ուներ բավականին մեծ ռազմական հնարավորություններ, որի հետ խոսելն արդեն շատ ավելի դժվար կլիներ, քան 90-ական թվականներին, որը տեղի չունեցավ ցավոք մեր 2-3 նախագահների օրոք։ Եվ կարծում եմ, որ սա իսկապես բացարձակ Ռուսաստանի ցուցումով եւ պարտադրանքով է եղել, որովհետեւ Ռուսաստանը նկատի ունի։ Եվ պատերազմը եւ խնդրի չլուծումը առաջինը, որովհետեւ խնդիրը չլուծվելն է առաջի պայմանը Ռուսաստանի այս տարածաշրջանում մնալը։ Ռուսաստանը մի երկիր է, որը առաջնորդվում է կոնֆլիկտներով։ Կա կոնֆլիկտ, կա Ռուսաստան, չկա կոնֆլիկտ, գոյություն չունի Ռուսաստան։ Այսինքն Ռուսաստանը ռազմական ներկայությունից, զինվորի առկայությունից իր գոյությունից բացի որևէ այլ բան իր հարևան կամ այսպես ասած ճակերտավոր դաշնակից պետություններին տալու բան չունի։ Պարոն Գալստյան, ճիշտ եմ հասկանում, դուք ասացիք, որ առաջին, երկրորդ, երրորդ նախագահները եղել են ռուսական գաղտնի ծառայությունների գործակալներ եւ խնդիրը չեն լուծել Ռուսաստանի հենց ցուցումով։ Միանշանակ, այո։ Այսինքն երեքն էլ ենթարկվել են Մոսկվայի։ Միանշանակ։ Իրենց պատկերացմամբ սուտ հայրենասիրության ֆոնի վրա կեղծ հայրենասիրական լոզունգներով կարողացել են իբր ժողովրդին ցույց տալ, որ հաղթող պետություն են եւ որևէ խնդիր չի կարող առաջանալ, վստահեցնելով, որ ունեն Ռուսաստանի նման վստահելի դաշնակից, որը երբեք թույլ չի տա նոր ռազմական ագրեսիա եւ Արցախի կորստի, սակայն տեսանք ինչ տեղի ունեցավ 20 թվականին, առավել եւս 23 թվականին։ Բայց ամեն դեպքում երեքն էլ մեղադրական սլակներ ուղղում են գործող իշխանության։ Բնականաբար, ոչ մի մեղավոր հիմնական իր մեղքի բաժինը իր վրա չի ընդունելու եւ քավության նոխասը մանգալու, իսկ վերջին ղեկավարը մեր երկրի վարչապետը լավագույն տարբերակն է իրենց պատկերացման որպես քավության նոխաս։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը քաղաքագետ Բարտուղ Գալստյանն է, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։